Բարև ձեզ Արփի։ Բարև ձեզ։ Պատրաստ եք սկսենք պատասխանել 50 հարցի։ Սիրով։ Մեծ միջոցառումներից առաջ նախորդող գիշերը լավ եք քնում։ Սովորաբար չէ, որովհետև պատասխանատվության զգացումը այնքան մեծ է լինում, որ Ինչպես եք նախապատրաստվում ելույթներին։ Սովորական, եթե ասեմ ինչ որ հատուկ որևէ բան եմ անում, չէ։ Ինչպես եք նախընտրում, որ ձեզ բեմում ներկայացնեն։ Արփի Գաբրիելյան։ Ձեր կարծիքով անունները որևէ ազդեցություն ունենում են մարդու ճակատագրի վրա։ Ես կարծում եմ այո, ունեն, ու շատ կարևոր է, որ անունդ սիրես մանկուց։ Իսկ ինչպես ստացվեց, որ Արփինեն դարձավ Արփի, անձնագրով անունը փոխել եք։ Անձնագրով չեմ փոխել անունս, կրում եմ տատիկիս անունը։ Հետո ժամանակի ընթացքում, երբ արդեն անընդհատ ասում էին Արփի ու կարճ էր ու ավելի բեմական էր, այդպես մնաց Արփի ու Արփի։ Ամուսնանալիս Միհրանի կողմից ազգանունը փոխելու պահանջ կամ խնդրանք եղել է։ Պահանջ ու խնդրանք չի եղել, բայց երբեմն հումորով խոսում ենք այդ մասին, բայց հետո ես ասում եմ Միրան, օրինակ ով է Արփի Ծառուկյան, ով է։ Հիշում եք, որտեղ եք առաջին անգամ հանդիպել Միհրանին։ Չեմ կարող մտաբերել հստակ, բայց ինձ թվում է որևէ ձայնագրման ստուդիայում, բայց պարզապես նա Միրան Ծառուկյանն էր, ես Արփի Գաբրիելյանը։ Ով է ընտրել ձեր որդու Ռոբերտի անունը։ Ռոբերտի անունը ընտրել է Միրանը, որովհետև Միրանի պապայի անունն է կրում Ռոբերտը։ Այդպես նա է ընտրել։ Չնայած ես սիրում եմ այդ անունը։ Ինչի շուրջ են Միհրանի եւ ձեր հիմնական տարաձայնությունները։ Միրանի ու իմ տարաձայնությունները հիմնականում կենցաղային հարցերի շուրջ են։ Մասնագիտական ու ընդհանրապես այլ հարցերի հետ կապված մենք շատ արագ ենք ընդհանուր հայտարարի գալիս, բայց կենցաղում դե դժվար է գիտեք, չնայած նրան, որ ես շատ թեթև մարդ եմ եւ շատ արագ կարողանում եմ ամեն ինչ հարցել։ Չնայած դուք էլ հայտնի մարդ եք, բայց դժվար չի ձեզ համար լինել հայտնի ցանկալու տղամարդու կին։ Դժվար է, բայց ես այդ ամենին շատ ավելի վաղ եմ ծանոթացել, լինելով պարզապես ընկեր Միրանի համար ու այդ ամեն ինչը տեսնելուց հետո հիմա արդեն այդքան էլ դժվար չէ, ժամանակ ավելի դժվար է։ Ձեր ծննդավայր Քաջարանում հաճախ եք լինում։ Իմ ծննդավայր Քաջարանում ցավոք հաճախ չեմ լինում, բայց որքան մեծանում եմ, այնքան ցանկանում եմ շատ ավելի հաճախ լինել, որովհետև ուզում եմ շատ ավելի հաճախ գնալ դեպի մանկություն եւ վերհիշել։ Էնպես որ վերջին անգամ անցյալ ամիս էի ու հույս ունեմ, որ ամռանն էլ կլինեմ։ Քաջարանում ձեր անունով փողոց կուզեիք մի օր անվանակոչվեր։ Չէ, փողոց չեմ մտածել ու չէ, դժվար է ցանկանամ։ Կցանկանամ դպրոց բացել։ Երեխաներ այնտեղ սովորեն դերասանական արվեստ, երգարվեստ, հետաքրքիր կլինի, բայց փողոց չէ, մեծամիտ է։ Իսկ ո՞րն է ձեր ամենամեծ անձնական նպատակը, որի մասին այս պահին կարող եք մեզ պատմել։ Անձնական նպատակը կան անձնական նպատակներ, բայց այդ մասին երևի թե չխոսեմ հիմա, որովհետև սիրում եմ, որ հստակ է լինում նոր։ Դասարանցիներից որևէ մեկի հետ կապը պահպանվում է։ Չէ, ցավոք չունեմ կապ դասարանցիներից որևէ մեկի հետ, բայց եթե որևէ մեկը ցանկանա կապվել եւ շփվենք սիրով, որովհետեւ դա էլի ինձ կտանի մանկություն, իմ պատանեկություն, ինչն իմ մանավանդ հիմա այս շրջանում իմ ամենա այսպես հարազատ հոգեվիճակը կլինի։ Ձեզ որ ֆիլմից հետո սկսեցին ճանաչել փողոցում։ Դե ինձ թվում է ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Full House-ից հետո։ Որն է հայտնիության բացասական կողմը ձեզ համար։ Հայտնիության բացասական կողմը, եթե ասեմ անկեղծ, ես ժամանակի հետ ամեն ինչի հետ եմ հարմարվել ու ինձ համար չկա բացասական կողմ։ Եթե միայն օրինակ, եթե տրամադրություն չունես ու ուզում են քեզ հետ նկարվել կամ որևէ խանութ չես ուզում գնալ, որպեսզի քեզ այդպեսին տեսնեն, բայց դրա հետ էլ եմ արդեն շատ հարմարվել, այնպես որ ես սիրում եմ այս ասպարեզը, սիրում եմ իմ մասնագիտությունը, չկա բացասական կողմ։
Որոք այդ ֆիլմում ձեր մարմնավորած հերոսուհու անունը հիշում եք։ Կասեք։ Մենք չենք հուշում։ Չեմ հիշում, բայց անկեղծ շատ սիրում եմ ֆիլմը ու շատ մեծագույն սիրով եմ նկարահանվել այդ ֆիլմում։ Հայկական սերիալներ նայում եք, հետևում եք ընթացքին։ Սերիալներ, ճիշտն ասած, հայկական կստեմ, որ ասեմ նայում եմ, բայց երբեմն լինում են տեսարաններ, հետաքրքիր կտորներ, որոնք ինձ դուր գալիս են, բայց կստեմ, որ ասեմ ամբողջական սերիալներ նայում եմ։ Վերջին ֆիլմը, որ դիտել եք կինոթատրոնում, ո՞րն է եղել։ Վերջին ֆիլմը, որ դիտել եմ կինոթատրոնում, Ռոբին տարել էի, վերջերս Minecraft-ի թեմատիկայով ֆիլմ էր շատ, այսպես հայտնի ու հիմա էլ է կինոթատրոններում այդ ֆիլմը։ Իդեպ նա ասաց, որ երկրորդ անգամ էլ է ուզում դիտել այդ ֆիլմը, դա ենք միասին դիտել։ Իսկ առհասարակ թատրոն թե կինո։ Թատրոնն էլ եմ շատ սիրում, բայց կինո։ Որ հոլիվուդյան աստղին են ձեզ արտակնապես նմանեցնում։ Հաճախ ասում են Անջելինա Ջոլին։ Չգիտեմ։ Կներեք, որ խնդրեմ իմ սուրճը կտակ։ Իսկ ամերիկյան թե եվրոպական ֆիլմերի սիրահար եք։ Շնորհակալ եմ։ Եվ ամերիկյան, եւ եվրոպական, որովհետեւ տարբեր են։ Եթե ավելի խորը ֆիլմ ու ավելի փառատոնային ֆիլմ եւ նաեւ ինձ համար շատ ավելի հարազատ դերասանական խաղը շատ ավելի հետաքրքիր առումով դա եվրոպականն է, բայց եթե էքշն եւ հետաքրքիր զարգացումներ անսպասելի, բնականաբար ամերիկյան, բայց երևի ավելի շատ եվրոպական։ Մադամ Տուսոյի թանգարանում բազմաթիվ աստղերի հետ, մոմե արձանիկների հետ լուսանկարներ ունեք։ Այո։ Որ աստղի հետ կցանկանայիք նկարահանվել նույն ֆիլմում։ Շատերի, որովհետև հստակ նկարվել էի այն մոմեարցանների հետ, ում շատ սիրում եմ, օրինակ, չգիտեմ, Լեոնարդո Դիկապրիո, Մորգան Ֆրիման, Ջոնի Դեփ, շատ են։ Ֆորեսթ Գամփի դերասանը, Թոմ Հենքս, Ալ Պաչինո, Ռոբերտ Դե Նիրո, շատ են։ Իսկ ձեր մոմե արձանիկը Մադամ Տուսոյի թանգարանում կուզենայիք տեսնել։ Դա էլ է մի քիչ մեծամտություն ըստիս։ Եթե գա շրջան, որ հասկանան, որ իմ մոմե արձանը պիտի տեղադրվի, ահա, բայց հիմա ես չպատասխանեմ այդ հարցին։ Հայկական շոու բիզնեսից ում հետ եք ամենամտերիմը, ընկերներ ունեք։ Կան մարդիկ, ում հետ շատ մտերիմ ենք, օրինակ Արսենը Սաֆարյան։ Կարծես ուզում են նկարվել ձեզ հետ։ Հա, իհարկե։ Ասա շատ սիրում տեսնում։ Ոյ, մերսի, շնորհակալ եմ, մերսի շատ։ Մերսի շատ։ Հա, կան մարդիկ, ում հետ շատ մտերիմ ենք, բայց շատ չեն այդ մարդիկ։ Մնացածի հետ պարզապես շատ լավ գոլեգաներ ենք եւ լավ հարաբերություններ ունենք։ Հայ գրականության որ ստեղծագործությունը կցանկանայիք, որ նկարահանվեր, գուցե նաև ձեր մասնակցությամբ։ Իմ մասնակցությամբ չգիտեմ, բայց ես շատ կուզենայի, որպեսզի նկարահանվեին պատմական ֆիլմեր Հայաստանի հայոց պատմության, երբեմն նույնիսկ մտքեր են լինում, չգիտեմ, հետաքրքիր, օրինակ Ռաֆու Սամվելը եւ այլն, բայց պատմական ֆիլմեր շատ կուզենայի, որ նկարահանվեին։ Որ ֆիլմն եք ամենաշատը դիտել։ Որ ֆիլմն եմ ամենաշատը դիտել։ Շատ են ֆիլմերը, որոնք շատ եմ դիտել, որովհետև ես կինոման եմ։ Բայց երևի թե կասեմ իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը, որը կլասիկա է ու ինձ համար էլ մնում է շատ ամենասիրելի ֆիլմը, Վիտորիո Դե Սիկայի Հեծանիվ գոհացողները, շատ եմ սիրում։ Որակյալ ֆիլմեր եւ երգել ստեղծելու համար գումարը, մեծ գումարը պարտադիր պայման է արդյոք։ Ոչ միշտ։ Պարտադիր է, բայց ոչ միշտ։ Արհեստական բանականությանը, օրինակ ChatGPT-ին ինչ որ հարցով դիմել եք։ Չեմ ստի, ոչ։ Դեռ չեմ սկսել նրա հետ իմ շփումները։
Չգիտեմ, ինձ թվում է չեմ կարողացել դեռ ինձ ստիպել, որպեսզի նրա օգնությանը հասնեմ, չնայած նրան, որ այսօր արդեն բոլորը կարծես թե սկսում են եւ սկսել են խոսել նրա հետ, հույս ունեմ, որ այն շատ չի գրավի մեր ուշադրությունը, որովհետև մանավանդ որ մտածում եմ օրինակ, մենք դպրոցում շատ լավ ենք սովորել կամ վատ ենք սովորել կապ չունի, բայց հիմա երեխաների դեպքում շատ դժվար է, որովհետև նա կարող է սովորել փաստորեն նրանց փոխարեն։ Ձեզ վերաբերող մեկնաբանությունները, կոմենտները կարդում եք։ Շատ էի կարդում, բայց հիմա չեմ կարդում, գրեթե չեմ կարդում։ Ամենամեծ սուտը, որը ձեր մասին լսել եք, կհիշեք։ Ամենամեծ սուտը, որը իմ մասին լսել եմ, շատ են եղել իսկապես հոդվածներ, չգիտեմ, վերնագրեր իմ հետ կապված, բայց հիմնականում քանի որ սուտ են լինում, չեմ հիշում հիմա, չեմ հիշի։ Որ երգն եք վերջին շրջանում ամենաշատը լսում մեքենայում։ Ահա։ Ուրեմն ասեմ, որ առհասարակ իմ կամ Միրանի երգերը մենք հաճախ չենք լսում մեքենայի մեջ, այսինքն ոչ թե հաճախ չենք լսում, այլ ընդհանրապես չենք լսում, որովհետև մի քիչ այն չէ, էլի, երբ քո երգը լսում ես։ Բայց վերջին շրջանում կա մի երգ, որի նախապատրաստական աշխատանքներն ենք դեռ իրականացնում, այսինքն ձայնագրվել ենք, գործիքավորումը եւ այլն, եւ ես այն շատ հաճախ հիմա լսում եմ, որովհետեւ ուզում եմ հասկանալ, թե ինչպես այն վերջնական տարբերակում գեղեցիկ կլինի, շատ գեղեցիկ երգ է եւ ես կասեմ երևի թե իմ ֆավորիտ երգերից է լինելու մեր զուգերգերից։ Վատ տրամադրություն ունենալու դեպքում ում եք առաջինը գրում կամ զանգում։ Մայրիկիս ու քույրիկիս Անին։ Հոկեբանի երբևէ դիմել եք։ Դիմել եմ ու իզուր, որովհետև հոկեբանը ինձ ավելի, եթե անկեղծ խճճեց, ու ես հետո շատ ավելի դժվար իրավիճակում հայտնվեցի, իհարկե ոչինչ չունեմ հոկեբանների դեմ, բայց ես ինքս իմ հոկեբանն եմ։ Տարվա որ եղանակը չեք սիրում։ Ձմեռ։ Իսկ եղանակն ազդում է ձեր տրամադրության վրա։ Այո, եթե ձմեռ է եւ ձյուն է գալիս, ես այլ մարդ եմ։ Եթե արև է կամ անձրև է, ես այլ մարդ եմ։ Որ հատկանիշներն եք առանձնացնում, գնահատում տղամարդկանց մեջ։ Տղամարդկանց մեջ հումորի զգացումը եւ առատաձեռնությունը։ Իսկ որ հատկանիշներն են անընդունելի։ Անընդունելի են առհասարակ ու ընդհանրապես ամենաառաջին տեղում ինձ համար անընդունելի է տղամարդու չհարգելը կնոջը։ Դա ըստիս մանկուց եւ փոքրուց է, հա, դաստիարակվում այդ հատկանիշը տղամարդու մեջ եւ անընդունելին դա ինձ համար կնոջը չհարգելն է։ Ձեզ ավելի շատ դերասանուհի թե երգչուհի եք համարում։ Երևի թե դերասանուհի, որովհետև մասնագիտությամբ դերասանուհի եմ, բայց նաև սիրում եմ, որ ինձ ասում են երգչուհի, դերասանուհի։ Հայաստանից դուրս որ քաղաքն է ձեզ ամենաշատը տպավորել եւ ինչու։ Շատ տպավորվել եմ Իտալիայից ու Իտալիայի տարբեր քաղաքներից, այնպես որ անընդհատ կարող եմ գնալ ու նույն քաղաքը մի քանի անգամ։ Որն է ձեր ամենամեծ ֆոբիան։ Ֆոբիան։ Երբեմն ինձ մոտ հետաքրքիր զգացողություն է կորցնելու զգացողությունը, երևի թե արդեն դարձել է ֆոբիա։ Իսկ ամենամեծ հոբին։ Ամենամեծ հոբին սիրում եմ ճամփորդել, շրջագայել, դա կարծես դարձել է այո հոբի։ Շոփինգի սիրահար եք։ Չի ասի, որ շատ։ Իսկ on-line թե off-line shopping-ն եք ավելի շատ գերադասում։ Չէ, դեռևս off-line։ Դեռ չեմ հասել այդ աստիճանի, որ կարողանամ on-line շատ
արագ ու հստակ գնումներ կատարել ինձ համար օֆլայն։ Ինչի վրա երբեք գումար չեք խնայի։ Շրջագայությունների, նոր վայրեր ու հետաքրքիր քաղաքներ բացահայտելու, մի խոսքով իմ հոբիի վրա երբեք գումար չեմ խնայի։ Պատրաստ եք շատ մեծ գումարի դիմաց ձեր դեռ չթողարկված երգը վաճառել մեկ այլ արտիստի։ Ոչ։ Չէ։ Սոցիալական ցանցերից կախվածություն ունեք։ Սոցիալական ցանցերից կախվածություն ի ուրախություն ինձ չունեմ, որովհետև ինձ նույնիսկ երբեմն ստիպում են, որ ես որևէ ակտիվություն ցուցաբերեմ սոցիալական ցանցերում, բայց պիտի անեմ։ Բայց եթե որպես մարդ ընդհանրապես կախվածություն չունեմ, ու դա ինձ թվում է լավ է։ Մեզ ցույց կտաք ձեր հեռախոսի վերջին լուսանկարը։ Հա։ Վերջին լուսանկարը։ Այսպես ցույց տամ, հա։ Տղաս, Ռոբը, եւ էլի Միրանը ու Ռոբը։ Մենք արդեն հասանք բեմին եւ միջոցառումներից առաջ դուք ամեն ինչ շատ խիստ պլանավորում եք, թե իմպրովիզի տեղ եք թողնում։ Չեմ կարողանում պլանավորել, եթե անկեղծ, որովհետեւ սա իմ ամենաթույլ կողմն է։ Ես միշտ ուշանում եմ։ Միշտ ուշանում եմ ու հասկացել եմ մի բան։ Երբեք պետք չի պլանավորել որևէ բան հստակ, որովհետև չպլանավորած տարբերակում ավելի հետաքրքիր է ստացվում ամեն ինչ։ Չպլանավորած երաժշտությունը միացա։ Եթե իմպրովիզի մասին խոսենք, ապա պիտի խնդրեմ 3 բառով մեր հաղորդման մասին հիմա այդպես իմպրովիզ նկարագրություն անեք։ Ես քանի որ շատ եմ սիրում այս ֆորմատը ու քանի որ ահա որ ուրախ եմ, որ այս հաղորդումը վերջապես լինելու է հայկական իրականության մեջ ու ես էլ առաջին հյուրն եմ, ես մաղթում եմ այս հաղորդմանը միմիայն երկարակեցություն, դիտողականություն մեծ ու շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ, որ ես եմ ձեր առաջին հյուրը։ Դե ձեզ հաջողություն այսօր։ Շնորհակալ եմ անչափ։ Շնորհակալ եմ ձեզ եւս մեկ անգամ։ Շնորհակալ եմ։ Հույս ունեմ, որ դեռ կհանդիպենք միասին։